Արդյոք արժե փոխվել եւ ինչի համար։ Հաճախ ասում են, որ մարդիկ փոխվում են միայն այն ժամանակ, երբ իրենք են ուզում, եւ դա ինչ-որ չափով ճիշտ է։ Եթե չկա ներսից ցանկություն, մարդ չի կարող փոխվել։ Եվ այստեղ առաջանում է մեկ հարց. արդյոք միշտ արժե փոխվել եւ ինչի համար։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որ փոխվել դա չի նշանակում քեզ կորցնել կամ դառնալ ուրիշ մարդ։ Փոխվել նշանակում է աշխատել այն բաների վրա, որոնք քեզ խանգարում են ավելի հանգիստ, երջանիկ կամ վստահ ապրել։ Արժե փոխվել, եթե ինչ-որ բան քեզ խանգարում է ապրել, օրինակ, վատ սովորություններ, անվստահություն, ծուլություն եւ մշտապես դժգոհություն։ Փոփոխության շնորհիվ դու քեզ ավելի լավ ես զգալու, ոչ թե ուրիշներին դուր գալու համար, այլ քեզ ավելի ազատ, երջանիկ եւ խաղաղ զգալու համար։ Ուզում ես աճել ու զարգանալ։ Մարդը կանգ չի առնում, նա սովորում է, փոխվում ու հասունանում։ Քո սովորությունները խանգարում են քեզ եւ հարաբերությունները։ Փոխվել երբեմն նշանակում է սովորել ավելի լավ լսել, հասկանալ կամ կառավարել զգացմունքները։ Ուզում ես դառնալ քո ավելի լավ տարբերակը, ոչ թե իդեալական, այլ ավելի վստահ ու գիտակից։ Բայց կա մի շատ կարևոր բան։ Չարժե փոխվել միայն նրա համար, որ դուր գաս մարդկանց։ Եթե քեզ ստիպում են փոխել բնավորությունը, նպատակներդ, երազանքներդ, արտաքինդ, դա քո փոփոխությունը չէ։ Իրական փոփոխությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ մարդ հասկանում է. ես ինձ սիրում եմ, բայց ուզում եմ լինել ավելի ինձ համար։ Եվ վերջում հիշիր, փոխվելը պարտադիր չէ, բայց աճելը միշտ արժեք ունի։ Սիրի քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, բայց եթե կա ինչ-որ բան, որ քեզ կօգնի ավելի վստահ եւ երջանիկ ապրես, մի վախեցիր փոխել։